102 միլիոն եվրոյի վարկ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման համար ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի միջև համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրերի իրականացում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենան Անուշյանը տեղեկացրել է, որ առողջապահության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին։ Ծրագրի նպատակն է բարձրացնել առաջնային բժշկական օգնության որակը եւ ծառայությունների տրամադրումը, ինչպես նաեւ բարձրացնել վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։ Փոխնախարարը նշել է, թե որոնք են մինչև 2029 թվականը գործող այս ծրագրի հիմնական բաղադրիչները։ Առաջի բաղադրիչը դա բժշկական օգնության որակի բարելավումն է։ Այս բաղադրիչի ներքո նախատեսվում է առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավում Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների տարածվածության ամենատարածված ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու, հայտնաբերելու, վերահսկելու համար ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով։ Մյուս ոլորտը դա ծախսերի արդյունավետության բարձրացումն է, այստեղ հիմնական արդյունավետության բարձրացումը նախատեսվում է իրականացնել կրիտիկական ծախսերի դրդապատճառներին անդրադառնալով մասնավորապես դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին նորից բարեփոխումների միջոցով եւ երրորդը դա ֆինանսական խոչընդոտների նվազեցումն է, այստեղ հիմնական ուղղվածությունը դա առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման հետ կապված աշխատանքների իրականացումն է։ 102 միլիոն վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը 25 տարի, որից արտոնյալը 15 տարի։ Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով, յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչև 2049 թվականի հունվարի 15-ը, վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։